Մենք նույն կոմանդայով ենք, այսօր էլ որոշել ենք գնալ Լողավազան բասեին, հավանաբար կգնանք Պալմա փուլը, այնտեղ այսօր հատուկ աղջիկների օր է, կա որ առանձին տղաների օր է կարծեմ չէ, ինձ ասեցին այսօր աղջիկների օր է, այնպես որ իսկը մեզ համար է, գնանք մի հատ տավլո խնանք, ամռան վերջին արևի շողերը վայելենք, քանի որ հեսա արդեն սեպտեմբեր, էլով պիտի կարողանա ինչ-որ բան անել, շատ մաքսիմում թեթև հասարակ հակել ենք մինչև գնանք կփոխվենք, գնացինք մեզ լավոր, հակել ենք քրոս փուլ, երկար քննեցինք որտեղ գանք, տարբեր տեղեր զանգեցինք, այստեղ Սիմեյնի է կարծեմ երեխեքի խաղալու տեղը կար կարելի երեխեքի, բայց չէ մենակ ենք հազիվ, խոսքով ինչ եզում ասել, տարբեր տեղեր զանգեցինք, խճճվեցինք, վերջում չհասկացանք, որը որ տեղեր ինչ էր, սենց ռանդոմ մի բան ընտրել ենք ու եկել ենք, իտո հիմա գնանք տեսնենք ինչ է. Lights went down when you feel lost in your shadow. Don't feel alone, don't scream so loud. We are living in this cruel world. Broken but strong, gotta move on. You're not a bakery of life. Equip my soul, find the real gold. I'll fulfill what I started. Այնտեղ կա, այստեղ զագարի համար մի քիչ այդքան են հարմար։ Մինյոնին նայեք, լավ հոգնեցինք, արևից, շոքից, լողալուց հոգնում ենք իրականում։ Ահագին բան չնկարեցի, հաց կերանք, պաղպաղակ կերանք, մի խոսքով, մի քիչ պտտվեցինք տարածքում, բայց չնկարեցի։ Մոռանում եմ, այսպիսի տեղեր որ գալիս եմ, ես տարվում եմ իմ հանգստով ու շատ ժամանակ մոռանում եմ կամերան վերցնեմ նկարեմ, դե ոչինչ։ Բարև ձեզ, ողջունում եմ իմ շատ սիրելի հետևորդներին։ Վերջին ընթացք ընդհանրապես սենց տնային վլոգով չէի միացել, առևտուր ունենք, հիշեցի որ կարելի է ցույց տալ, այսպիսի մի բան կա, երբ որ անընդհատ նկարում ես, ձեռքդ արդեն սովորում ա, որ ինչ անում ես, պետք է կամերան վերցնես, բայց ես վերջին ընթացք երևի նկատեցիք ինչ տիպի խառը ուր էի, ինչ էի, արդեն երևի թե հասկացաք, ու դեռ շատ բաներ էլ չեմ նկարել, շատ տեղեր գնացել եմ ու չեմ նկարել, դրա հետ կապված, այսպես ասած, բարդասկիզբը, կարևորը սկսենք նկարել, այնպես որ եկեք արագ առևտուրը ցույց տամ, ընթացքում էլ կզրուցենք, նոր եմ եկել խանութից, սա նորուկեն եմ վերցրել և դեպսալգին, պետք է գալիս վերջացել էին, ամեն դեպքում, պանավսյակում ու հավկիից, հուսավորություն այստեղից լավ անգնում, դրա համար դիմացը չեմ դրել, անդրարոցիկ, Խույնիկներ, սրանք շատ համով են, առավոտյան մեկներ պետքա, ժելեներ, փոքրիկ երշիկ, պանիր և խտացրած կաթ, այսպիսի երշիկ, այնքան խառնենք այս վերջին ընթաց, որ նույնիսկ տան առևտուր չեմ հասցրել անել ու հասկացել եք նաև, որ համարյա տաննել չենք սնվում։ Սուրճս համարյա վերջանում էր, սա արդեն կերել են, հյութ կաթ, մածուն զայթուն անգորիս, շատ են սիրում եղուտներ, այստեղ էլ շաուրմա դոնատիկներ էին,
Նատալի ֆարմի բանի տոպրակի մեջ։ Այստեղ ունենք բանջարեղեն մի քիչ, լոլիկ վարենք, գազար, սիտրոն և պղպեղ, եգիպտացորեն, բանան, տանձ, լավ տանձեր են, հինիկվա տանձերը, ունենք խաղող, հինիկվա սեզոնային մրգերից համեղ խաղցր անուշահոտ, Հայաստանի մրգերի անուշ հոտերը, կարաս չուտես, ուղակի հոտ քաշես ու կրշտես, համաձայն եք չէ։ Լավ, առևտուրը ես տեղավորեմ, վլոգը մոնտաժեմ ու արդեն կտեղադրեմ, կտեսնեք, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք։ Իդեպ այնքան եմ ուրախանում, հենց նոր կարդում էի ձեր մեկնաբանությունները, շատ լավն եք, շատ շնորհակալ եմ ձեզ դրա համար։ Միացեք ինձ, բաժանորդագրեք, լայք դրեք, ոգևորեք ինձ, որ ավելի հաճախ նկարեմ։ Մաշայիս հետ պատրաստում ենք ժելե, այս այն ժելեն է, հիմա ցույց տանք տուփը։ Տուփը գցել ենք արդեն, ուշ հասկացա որ կարելի է նկարել։ Լցնում ենք ջուր, 1 բաժակ երման ջուր, կամ 1.5 բաժակ։ Եվ 1.5 բաժակ էլ սառը ջուր ենք լցնում, խառնում ենք, ու ոչինչ պետք չի այստեղ ավելացնել, ինքը պատրաստ է, մեջը շաքար, ամեն բան կա։ Հետո եթե ուզում ենք ավելացնում ենք մրգեր ու արդեն ֆորման։ Հիմա ցույց կտամ։ Լավ խառնում ենք, բլուբերի համով է սա, այն կապույտ փոքրիկ հատապտուղը։ Վերջ, սա դեղց է, ավելացրել ենք մեջը, սա էլ այսպես կուբիկներով, որպեսզի սառչի, փոքր ժելեներ ստացվեն։ Դնում ենք սառնարանը 4 ժամով։ Այստեղ տեսա, որ բանանները փչանում են, որոշեցի բանան էլ ավելացնել, ինչու ոչ։